վստահեմ, ես ուզում եմ հավատալ։ Բայց ինքը եթե վախեցած չնի, եթե ինքը վստահ լիներ, որ Հետո մենք տեսանք քարակյարում ինչ տեղի ունեցավ։ Հիմա ինչ է անում ինքը, չեմ ասում վաղաշաբաթում ինչ է անում ինքը։ Մենք տեղեկատվություն ստացանք, ես միգուցե իմ աչքից ա վրիպել, ես չեմ տեսել։ Մայրամ ջան հերքում եղել է, որ Հայաստան-Վրաստան սահմանին 190,000 դատարկ անձնագիր ա արգրավել։ Ես դրա հերքումը որևէ տեղ չեմ հանդիպել։ Եթե դա այդպես է, ես ակնկալում եմ սրան պաշտոնական պարզաբանում։ Ինչը լնում է վազելով հերքում եք, բասա լուրջ մեղադրանք է սրանով, եթե իրապես 190,000 անձնագիր ա մտել, ինչին ես չեմ պատկերացնում ոնց է դա հնարավոր, սրանով 26-ի ընտրությունների թեման փակված է, պրծավ, վարչական ռեսուրս, ասֆալտ Եվ կեղծ անձնագրերով վերում ալեցնում է, այո։ Բայց ոնց է լինելու։ Իմիջիացիա արձագանքնելու հետ կապված Տիկին Զորաբյան, որ ինքը ընդդիմադիր պատգամավոր էր, պատկերացնում եք ձերքին հայտնվեր այդ փաստը, այս էլ չի կարող ասել, որ մի հատ պատահական, չգիտեմ, ինչ որ լրատվամիջոցի արել, որ այս մարդը Կանադայում ինչ ունի, բայց չեն հերքում։ Մինչև հիմա ես հերքում տեսել եք, ես չեմ տեսել։ Չի կարող ասել, բացված սայթ չի, որ ասես գնացել Տորոնտոյում նստել անկապ սայթ ա բացել, կես միլիոնից ավել հետևորդ ունեցող տևական ժամանակ գործող լրատվամիջոցը նման սենսացիոն տեղեկություն է հրապարակում, բան չի հերքում չկա։ Ասֆալտ սիրող նիկոլականներ, բայց ձեզ չի հետաքրքրում։ Այդ դղյակը։ Բայց ձեզ չի հետաքրքրում, թե էտելա լավ արել, էտելա հալալ։ Ընդ որում տեղով, հասցեով, Արսինե Խանջյանի միջնորդությամբ ոնց է եղել ամեն բաներով բացահայտում։ Հուսանք, որ այս մանիպուլյացիաները, որտեղ Նիկոլը ֆանտաստիկ յուրացրել է Գեբելսի 9-րդ կանոնը։ Ժողովրդի 9-րդ կանոնը ասեն նաև ամենակարևոր։ Անընդհատ ժողովրդին ասեք, խաբեք, սիրում եմ ձեզ, խոնարհվում եմ ձեր առաջ, հա, պաչում եմ ձեզ։ Ես հույս ունեմ, բայց տալիս եմ ձեր գլխին, բայց բանցիկով մուրճով, բանցիկը կապել եմ, որ փափուկ կլինի։ Հույս ունեմ, որ այս խայտարակ մանիպուլյացիաներին ավելի քան վստահ են, որտեղ հստակ վիճակագրություն կա։ Նիկոլի էլեկտորատը, ասֆալտ սիրողները, բիտումից գրգռվողները ընդամենը 10% են։ Այսինքն ամեն 10-ից 1-ն է սատարում այս ռեժիմին։ Այսինքն ամեն 10-ից 9-ը այս ռեժիմը մերժում, սա լրջագույն թիվ է, սա լրջագույն ռեսուրս է օրինական սահմանադրորեն այս ռեժիմից ազատվելու համար։ Մենք շատ հաճախ ենք խոսում Տիկին Զորաբյան սրա մասին, ասենք այս տիկինը ոնց որ հատուկ էսպես բանի վրա, վերքի վրա աղլեցնի էլի։ Իհարկե ինադու։ Չինաստանը գնացել իբր թե կրթվում է, իմիջայլոց մի հատ լավ սիլա տվեց Աննային են քարտուղարուհին, բուժքույրը, ասեց ինչ կարևոր է կրթվելը, բարձրագույն կրթությունը, այդ ԿՊԱ-կա որ հանձնաժողովի նախագահ հիմա այս պրոֆեսորներ բժիշկներ բամտի գնան գրել, ասեմ ինչի է կարևոր բուժքույր падգամավոր, որ քո էջի նախադասության, հա, մի նախադասության մեջ 3 հատ ուղագրական սխալ չանես արհամարել բարի գրելու ձևն էլ իմանաս։ Այ դրա համար կարևոր բարձրագույն։ Չնայած բուժիշկ պիտի ներ, այդ տեգետ։ Այն որ իրանց падգամավորներից մեկն էլ, ասենք, ես շատ քիչ եմ նայում ազգային ժողով, սրանց անգրագիտության լավ, մեկը չկա կողքից ասի սեպտեմբեր, ասենք սեպտեմբեր, պատկերացնում ես մարդ, որ ասի սեպտեմբեր, մարդ, որ ասի հաշմանդամին, պրծավ, սա ֆուլ անգրագիտության վերջն, այս սեպտեմբերներ եւ այլ հաշվանդամներ, էսա ձեր հիմա այսօր այս հրապարակումն արել է, գիրքը դրել է, ասում է պրծավ, հա, այդպես էր ասել, հա, պոնչիկա, պրծավ, կերավ, պրծավ, պոնչիկա, ես ասել եմ, ես չեմ ուզում, որ մենք իրենց անդրադառնանք, որտեվ իրանք անընդհատ ուզում են մեզ ներքաշել, իրանց անառողջ եւ իրանց հիվանդ օրակարգի մեջ։ Իմիջիալոց տեսնում եք, իսկում է ինչ-որ բան ավարտվում է, որովհետև ինքը խորովածով է բարբարոսություն, չի ասենք խորոված ուտելը հիշում եք, որ փողոցում սենց խորոված էս ճղրտում էր։ Ոչ միայն ինքը, այդ իր հետևորդներն են, որ դուրս էին եկել տոնը նշում էին փողոցում, բայց ձեր բարբարոս, այ ձեր բարբարոսներ, հիմա այն որ էլի խորոված։ Լավ Աստվածին, ոնց որ դե լիքն է ամբողջ օրը սեղանը, ինչի չի կշտանում, չի կարա, այդ տեսակա, դա ոսկորա, դա գենա, դա տեսակա, դա մտածելակերպ է։ Դրա համար եմ ասում, իրանց մոռանանք, իրանց օրակարգը Գեգամ Նազարյանին էլ մոռանանք։ Գեգամ Նազարյան, ասում ամեն օր սահմաններին տները Գեգամ Նազարյան, ես հեսա իմեջում դնելու եմ քո վիդեոն կենտրոն հեռուստաընկերությունից, որտեղ դու ասում ես Նիկոլ, դու ես սպանել իմ աբգարին։
Նիկոլ, դու ես սպանել հազարավոր աբղարների։ Ինչ ասեմ, ես քո տեսակը լավ գիտեմ, եթե մարդիկ քո տեսակը չգիտեին, ես քո հետ աշխատել եմ հայկական ժամանակում եւ քո տեսակը լավ գիտեմ, պարզապես մեկ բան կասեմ, ափսոս էր Աբգարը, որ քո նմանի զավակներ։ Շնորհակալություն։